Այն, ինչ կատարվում է Ղարաբաղի-ադրբեջանական շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում, չի կարելի դիտարկել որպես առանձին երևույթներ։ Կիրո Մանոյանը համոզված է, որ հրադադարի ռեժիմի խախտումները եւ սահմանային միջադեպերի հրահրումը կառավարվում եւ կարգադրվում է մեկ կենտրոնից։ Բաքուն այս պահին փորձում է սահմաններում իրավիճակը սրելով միանգամից մի քանի հարց լուծել տարբեր ճակատներում։ Դա կարծում եմ մեկ կողմից ներքին սպառման համար Ադրբեջանում որպես իրենց ընտրություններին հառաջիկա ամիսներին տեղի ունենալիք ընտրություններին արդեն նախապատրաստություն ժողովրդի իրենց ժողովրդի ուշադրությունը շեղելու, մյուս կողմից փորձելու նույն ձև, ինչպես սրանից առաջ էլ ճնշում բարեցնել միջնորդների, այսինքն Մինսկի խմբի համանախագահողների վրա, ցույց տալու, որ Ադրբեջանը անընդհատ դժգոհ է եւ դրա համար էլ արդեն շատ չափն է անցկացրել եւ նույնիսկ Հայաստանի հետ ուղղակի սկսել են այդ խնդիրների հարուցումը, ռազմական գործողությունները ճիշտ է փոքր մասշտաբի։ Այս պահին պահանջված է համարում միջազգային հանրության համապատասխան եւ հասցեական գնահատականները, որոշ գնահատականներ կոչեր արդեն կան, դա սակայն բավարար չի համարում Կիրո Մանոյանը։ Արդեն կան արձագանքներ, ՀՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը արդեն հանդիպել է եւ Արցախի ներկայացուցիչների հետ եւ Հայաստանի ներկայացուցիչների հետ, արդեն օրինակի համար Միացյալ Նահանգների Մինսկի խմբի անդամ համանախագահողը գոչ է արել ավելի հանդարտության, բայց կարծում եմ պետք է ավելի ազդու ձևով նրանք արտահայտեն, չգիտեմ ոչ հրապարակավ ինչ կեցվածքներ են դրսևորել, բայց բարձ է, որ հրապարակավ տեղյակ են իրադարձություններից եւ իրենք կարող են եւ պետք է որ միջամտեն, որպեսզի Ադրբեջանը իր այս սանձազերծությունը կասեցնի, որովհետեւ այլապես իսկապես կանխատեսելի հետևանքներ կարող են ունենալ։ Դաշնակցական գործիչը Արցախ է ժամանել ֆրանսիացի պատգամավորների ընկերակցությամբ, նրանց էլ է ծանոթացրել Արցախին Խրամատից մինչև Ստեփանակերտի կենտրոնական հրապարակ։ Հայկական զինված ուժերը թե արցախյան եւ թե հայաստանյան հատվածներում զսպում են հակառակորդի ակտիվությունը, իրավիճակը գնահատում է քաղաքական գործիչը, իսկ թիկունքում կյանքն ընթանում է իր բնականոն հունով, ինչը տեսնելու եւ գնահատելու առիթ են ունեցել նաեւ հյուրերը։ Առաջնակցում էինք ֆրանսիացի պատգամավորների այցելով պատվիրակության հետ, գլխավոր նպատակը այն էր, որ իրենք տեսնեին, հասկանային ինչ է իրավիճակը եւ ուղղակի երկրի ներսում եւ սահմանակցում եւ մեր տպավորությունը առնվազն անձնապես իմ դրական է այն իմաստով, որ մեր զինվորները պատրաստ էին, մենք արդեն որոշ հերթափոխության էլ ականատես եղանք, իսկ քաղաքում էլ բարձ է երկրում, որ կյանքը ընթանում է բնականon, արդեն թիմ ընտրություններին են պատրաստվում։ Արցախյան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների թեման նաև Արցախից դուրս է քննարկվում։ Բաքուն եւ նրան սատարող որոշ արևմտյան գործիչներ արդեն բացասական բովանդակությամբ հայտարարություններ են արել Արցախում սպասվող ընտրությունների վերաբերյալ։ Կիրո Մանոյանը չի թաքցնում, Արցախում անցկացվող յուրաքանչյուր ընտրություն իսկապես պետք է անհանգստացնի Ադրբեջանին։ Պարզ է, որ ցանկացած ընտրություն նաև այդ պետության գայացմանը կնպաստի, դիմ ընտրությունները նաև այդ ուղղությամբ դրական դերակատարություն ունեն, որովհետև ժողովուրդը ակտիվանա իր պատասխանատվությունը կստանցնի պարտավորությունները կատարի եւ դրա համար է որ գա այդպես շղթական արձագանք Ադրբեջանից եւ Ադրբեջանի ցայնագից մի քանի շրջանակներից։ Ադրբեջանն արցախյան ընտրությունների հետ կապված անհանգստանալու մեկ առիթ եւս ունի։ Հակառակ դժվարություններին Արցախում ժողովրդավարությունը հաջողությամբ է ամրապնդվում եւ յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ դա նաեւ միջազգային դիտորդներն են արձանագրում։ Իրենք դժգոհ են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ընդհանրապես այն կառույցների կողմից, ովքեր զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ եւ ժողովրդավարության հարցերով, Արցախի Հանրապետությունը համարում են ավելի ժողովրդավար, ավելի ազատ, քան Ադրբեջանը եւ դրա համար էլ իրենք անհանգստանում են, փորձում են ամեն ձև ցեխ արձակել կատարվածի վրա։ Նորայր Հովսեփյան, Մերուժան Մարտիրոսյան, օր